Ինչպես եք սովորաբար ամանորը նշում, Հայաստանում թե Հայաստանից դուրս։ Չէ, Հայաստանում, չէ, Հայաստանից ինչ ա եղել։ Ինչ ավանդույթներ ունեք, ընտանեկան ինչ ավանդույթներ ունեք ամանորը նշելու։ Մենք ամանորեն միշտ ռեստորաններ կգնանք, տան մեջ չենք անում։ Ու շնորհակալ ենք մեր վարչապետին, մեր կառավարությանը, որ այսպես ուրախություն է բերում մեր ժողովրդին։ Սիրում եմ նոր տարին։ Իսկ ձմեռ պապից ինչ ես ուզել։ iPad։ Ինչ ավանդույթներ ունեք ձեր ընտանիքում ամանորը նշելու։ Պարսկաստանից ենք, սովորական ամեն հայ ընտանիքի նման ենք նշում։ Իրանում այսպես նշում էին ամանորը։ Ավելի շագուց, ավելի ծող։ Յուտ չէ, երկիրը այսպես նշում էր։ Երկիրը ոչ, երկիրը որտեղ պարսիկ են, իրանց նոր տարին են նշում, որ մարտի 21-ին է, բայց մենք նույն ձևով, ավելի շատ մեր ընտանիքներ եւ մեր հայկական միությունների մեջ։ Ավանդական ձևերով։ Այն ինչ որ սաղ ընտանիքները անում են, մենք էլ նույնը։ Ինչ ավանդույթ ունեք ձեր ընտանիքում, ինչպես եք սիրում նշել նոր տարին։ Պարտադիր ընտանեկան կրուգով, այդ ժամը 12-ը ու հետո մաքսիմալ բարեկամներով։ Բանկերներին է չենք մոռանում։ Փորձում ենք ուրախ, ամենակարևորը առողջ դիմավորենք։ Ամեն տարի պարտադիր Հայաստանում։ Պլաշտել են քսվելիքը ուզում։ Բարև ձեզ։ Տատաղացա։ Երկար տարիներ 15 տարուց ավելի ձմեռ պապիկ եմ խաղում։ Դա իմ մասնագիտությունն է, մանկական արվեստի վարպետ մարդ եմ։ Երեխեքը ինչ են ուզել ձեզանից։ Երեխաները տարբեր բաներ են ուզում, ինչ իմանամ, թանգանոց իրեր են ուզում, բայց դա ձմեռ պապիկի ուժերից վեր է։ Ծնողները տալիս են ինձ, ես այդ փոխանցում եմ իրենց։ Եք խոսում։ Բայ։